Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Այն օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունը եւ Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում։ Եվ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը, որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետեւ ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում եւ երանի նրան, որ կհավատա, թե տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն։ Եվ Մարիամն ասաց. Իմ անձը կփառավորի Տիրոջը եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով, որովհետեւ նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետեւ ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար եւ նրա անունը սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդից սերին իր երկյուղածների վրա է։ Եվ նա իր բասկով զորություն ի գործ դրեց եւ ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին Աբրահամին եւ նրա սերնդին Հավիտյան։ Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ եւ դարձավ իր տունը։ Այսօր դեկտեմբերի 9-ն է եւ ամեն տարի այսօրը դեկտեմբերի 9-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին կատարում է Սուրբ Մարիամ Աստվածածնի հղացման տոնը Աննայից, այսինքն այսօր Մարիամ Աստվածածնի մայրը Աննան հղիացավ Մարիամով։ Սրբազան ավանդությունը մեզ հետևյալն է ասում, որ Մարիամ Աստվածածնի ծնողները Հովակիմը հայրը եւ Աննան մայրը բարեպաշտ արդար մարդիկ էին։ Ապրում էին հավատքով, ապրում էին Աստծո արդարության եւ պատվիրանների մեջ, սակայն առաջացած տարիքի էին հասել եւ անզավակ էին, որովհետեւ Աննան ամուլ էր։ Բնականաբար երկար տարիներ իրենք աղոթում էին Աստծուն եւ Աստծո ողորմություն էին խնդրում, Աստծո զավակ էին խնդրում։ Ի վերջո մի օր, երբ Հովակիմը Երուսաղեմ էր բարձրացել ընծաներ մատուցելու Աստծուն, այնտեղ քահանաներից մեկի կողմից հանդիմանվեց, որ դու ինչի ես առաջ ընկել, դու անզավակ ես Իսրայելի մեջ։ Եվ խորը սրտին առավ այս խոսքերը։ Եվ Հովակիմը վերադառնալով Երուսաղեմից տուն չգնաց, ասում է պատմությունը, ավանդությունը, եւ գնաց անապատ իր հովիվների մոտ եւ իր աղոթքը դարձրեց իրեն համար որպես կերակուր, արտասուքը դարձրեց որպես ըմպելիք, աղոթում էր Աստծուն, որպեսզի Աստված իր աղոթքներին պատասխան տա։ Եվ նույնն էր անում նաեւ Աննան, լսելով, որ ամուսին անապատում ծոմապահության աղոթքների մեջ է դառնացած սրտով, ինքն էլ ասում է տիկնության հանդերձները հանեց իր վրայից, քուր ցակավ եւ ինքն էլ տանը սկսեց աղոթել։ Մինչև Աստծո հրեշտակը հայտնվեց թե Հովակիմին, թե Աննային եւ բարի լուրը ավետեց, որ ահա Աստված ձեր աղոթքներին իբրև պատասխան ձեզ զավակ պիտի շնորհի, որը պիտի լինի աշխարհի փրկչի մայրը, որը պիտի լինի Աստվածածին։ Իրենք ընդամենը զավակ էին ուզում, բայց Աստված այնքան ողորմած է, այնքան բարեգութ է, այնքան մարդասեր է, այնքան սիրող է, որ սովորական զավակի փոխարեն իրեն շնորհում էր Աստվածածին զավակ, Տիրամայր զավակ, աշխարհի փրկչի մայր զավակ։ Եվ
Հովակիմն ու Աննան ուրախացան, ցնծացին, զոհեր մատուցեցին, ողորմություն բաժանեցին շատերին եւ Աննան հղիացավ։ Եվ այդ օրվանից հետո 9 ամիս հետո, որ գալիս է սեպտեմբերի 8-ը, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, ծնեց իր զավակին, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին։ Երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։ Աննայի եւ Հովակիմի բարեպաշտության եւ արդարության վրա։ Բարեպաշտ եւ արդար են, ուրեմն մենք էլ պարտավոր ենք բարեպաշտ եւ արդար լինել մեր կյանքում, փորձել ապրել աստվածային ամենայն արդարությամբ, աստվածային պատվիրաններով, օրենքներով ու կանոններով։ Մարդ ենք, երբեմն սայթաքում ենք, ընկնում ենք, մեղանչում ենք, բայց պիտի նորից կանգնենք եւ շարունակենք ընթանալ։ Մի վանական հարցնում է Սուրբ Հորը, ասում է. հայր, ընկա, ինչ անեմ, ասում է կանգնիր, ասում է նորից ընկա, ինչ անեմ, ասում է նորից կանգնիր, ասում է քանի անգամ, ասում է մինչև կյանքիդ վերջը ամեն անգամ, որ ընկնում ես, կանգնիր։ Ուրեմն մենք էլ, որ ընկնում ենք, պիտի կանգնենք, ընկած չմնանք, ընկած մնալը կնշանակի մահ, կործանում, կորուստ, դրա համար միշտ պետքա կանգնել։ Հուդան մնաց ընկած և կործանվեց, Պետրոսը ընկած տեղից կանգնեց և բարձրացրեց Աստված։ Ուրեմն բոլոր ընկածները առաջի հերթին մենք մտածենք կանգնելու մասին, ընկած վիճակը մահվան է հավասար։ Ուրեմն Հովակիմն ու Աննան արդար էին և բարեպաշտ, և ինչ էին անում, չհուսահատվելով աղերսում էին Աստծուն, միշտ աղոթում էին։ Երբեք հույսները չկտրեցին, իսկ Աստված Աստծո ականջը իր երկյուղածների աղոթքի վրա է, ասում է Սուրբ Գիրքը։ Աստված միշտ լսում է, ունկնդիր է իր երկյուղածների աղոթքին և անպատասխան չի թողնում, թե ինչպիսի պատասխան է տալիս, եթե մենք փոքրն ենք ակնկալում Տիրոջից ստանալ, Աստված մեծն է տալիս։ Մենք Աստծուց ուզում ենք փոքր բաներ, չափավոր բաներ, Աստված մեզ տալիս է մեծը, անչափը, հավիտենական կյանքը և երկնքի արքայությունը։ Ինքն էլ մեզ սովորեցնում է, ասում է մանր, մունր բաներ մի խնդրեք, այլ ինչ խնդրեք, Աստծո արդարությունը և երկնքի արքայությունը։ Իսկ այդ մանր մունր բաները ես ձեզ ավելիով եմ տալու։ Ես գիտեմ, որ դուք ուտելու կարիք ունեք, ապրելու կարիք ունեք, հացի կարիք ունեք, տեղի կարիք ունեք, այս մանր մունր բաները ես ձեզ ավելիով կտամ։ Դուք կարևորը խնդրեք երկնքի արքայությունը և Աստծո արդարությունը։ Ուրեմն Հովակիմն ու Աննան խնդրում էին և Աստված իրենց ավելիով տվեց, իրենք զավակ էին խնդրում, Աստված իրենց տվեց աշխարհի ամենամեծ զավակը, Սուրբ Մարիամ Աստվածածնին, դրանից մեծ զավակ աշխարհը չի ունեցել և չի ունենա երբեք, որովհետև Աստվածածինը եղավ Տիրամայր։ Եվ իրենց զավակը ոչ միայն Տիրամայր եղավ, այլ նաև կատարյալ օրինակ եղավ մեզ բոլորիս համար և բարեխոս եղավ մեզ բոլորիս համար։ Մարիամ Աստվածածնի առաջին խոսքերը ավետարանում ինչ էր։ Ես Աստծո աղախինն եմ, թող Աստծո կամքը լինի, այսինքն կատարյալ հնազանդություն Աստծո կամքին։ Այս առաջի պատգամն Աստվածածնից մեզ ուղղված, մենք պիտի կատարյալ հնազանդություն ունենանք Աստծո կամքին։ Եվ Աստծո կամքը այսօր մեզանում իրականանում է Սուրբ Գրքի միջոցով և Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնի միջոցով, որտեղ եկեղեցու կարգն ու կանոնը Աստվածադիր է, Սուրբ Հոգին է դրել Սուրբ Հայրերի միջոցով, և եթե մենք հնազանդ ենք մեր Մայր եկեղեցուն, մենք դրանով հնազանդ ենք նաև Աստծո կամքին, իսկ եթե մենք չենք հնազանդվում մեր Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնին, ուրեմն մենք Աստծո կամքին անհնազանդ ենք, մենք ապստամբ ենք, հիշենք այս բաները, ուրեմն հնազանդվենք Աստծո կամքին։ Երկրորդ,
Աստվածածնի այն խոսքերը, որ կարդացի քիչ առաջ Ավետարանից, դա ամենաերկար խոսքն է, որ Աստվածածինը խոսել է Ավետարանի վկայությունով։ Ինչ էր այդ խոսքը։ Փառաբանության մի աղոթք էր։ Իմ անձը փառավորում է իմ Փրկին Աստծուն, իմ անձը մեծարում է Աստծուն, մեծացնում է Աստծուն։ Այսինքն փառաբանական մի աղոթք, այս էլ օրինակապ մեզ, որ մենք մեր կյանքի բոլոր օրերում փառավորենք Աստծուն։ Փառավորենք Աստծուն եւ գոհանանք Աստծուց։ Երկու աղոթք կա մարդու համար ընդհանրապես այս աշխարհի մեջ շատ կարեւոր եւ երբեմն որ ես առիթ եմ ունենում հիվանդների այցելել, որոնք արդեն գրեթե մահամերձ են կամ շատ դժվար են, խոսել չեն կարողանում, կիսով չափ արթուն են, կիսով չափ արդեն քնած են, կիսով չափ կյանքի մեջ են, կիսով չափ մահման մեջ, ես միշտ իրենց ականջին շշնջում եմ, ասում եմ, երկու բան ասա փառք Աստծո եւ մեղա Աստծո։ Մենք պիտի միշտ փառավորենք Աստծուն, հա, մեր կյանքի բոլոր օրերում եւ մեր կյանքի բոլոր օրերում, քանի մեր բերանի մեջ շունչ կա, պիտի ասենք մեղա Աստծո, որտեղ մեղավոր ենք Աստծո առաջ։ Մեղավոր ենք Աստծո առաջ մեր ընթացքով, մեր գործերով, մեր կյանքերով, մեր մտածումներով, մեր խոսքերով, ամեն ինչով, ուրեմն մենք միշտ պիտի այս բանն անենք եւ Աստվածածինը դրա օրինակը տվեց մեզ փառավորելով Աստծուն։ Աստվածածինը մեզ ցույց տվեց, որ մենք մեր կյանքի բոլոր դրվագներում պիտի Աստծուն ապավինենք եւ դիմենք։ Դա Կանայի հարսանիքի օրինակներ։ Երբ նեղության մեջ էին, չգիտեին ինչ անեն, Աստվածածինը դիմեց Հիսուսին եւ սրանով օրինակ տվեց, որ մենք միշտ պիտի դիմենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր օգնությունը, իր պահպանությունը, իր օրհնությունը խնդրելու կյանքի բոլոր դրվագների եւ պարագաների համար։ Եվ վերջում Աստվածածինն ինչ ասեց, Աստվածածինը սպասավորներին ասեց, ինչ որ ձեզ ասի, արեք։ Այս էլ մեզ ուղղված, այսինքն Աստվածածինը պատգամում է մեզ, պատվիրում է մեզ, որ մենք անենք այն ամենը, ինչ մեզ կասի մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ հետ խոսել է Սուրբ Ավետարանի միջոցով։ Ուրեմն մենք պարտավոր ենք անել այն, ինչ որ Աստված մեզ ասել։ Եվ եթե մենք այս ամենի մեջ հավատարիմ լինենք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը, Սուրբ Աննայի եւ Հովակիմի բարեխոսությունը, որոնց բոլորի հիշատակն է այսօր, մեր կյանքերից անպակաս կլինի։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։